Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը Սյունիքում այցելել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության Գորիսի օպերատիվ գրասենյակ։ Մեզ համար մեծ պատիվ էր հյուրընկալել նրան մեր գրասենյակում, որտեղ նա տեղեկացավ Եվրամիության դիտորդական առաքելության գործունեության եւ սահմանի երկայնքով վերջին իրադարձությունների մասին, ասված է դիտորդական առաքելության X միկրոբլոգում։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ տեղի ունեցել Պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ քննարկվել են զինված ուժերի կերպափոխման համակարգից բխող օրենսդրական փոփոխությունների կենսագործման ընթացքին առնչվող մի շարք հարցեր։ Համաձայնագրի ստորագրումը խաղաղության գործընթացի փուլերից մեկն է, հայտարարել է ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Արման Եղոյանը։ Եթե փաստաթուղթը ստորագրվի, կընդունենք, որ դա բացարձակ հաջողություն է, իհարկե այդ փաստը չենք ընդունի որպես բացարձակ հաջողություն։ Այն կհամադրենք ընդհանուր խաղաղության միջավայրի հետ, նշել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել քննարկում առողջապահական հաստատությունների կառուցման ծրագրերի վերաբերյալ քննարկում է ծավալվել շինարարական աշխատանքներին վերաբերող ընթացիկ հարցերի շուրջ վարչապետն ընդգծել է սահմանված ժամկետներում եւ որակի չափանիշներին համապատասխան աշխատանքներն ավարտելու կարեւորությունն ու հանձնարարել հետեւողական աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ։ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիպ Էրդողանը հեռախոսազրույցներ ունեցել, այս մասին հայտնել են Թուրքիայի նախագահի աշխատակազմից ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ Էրդողանը եւ Պուտինը քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր, ինչպես նաեւ Ուկրաինայում կարգավորման գործընթացը։ Տրանսֆեր մարքետը թարմացրել է առաջատար արժությունները ներկայացնող ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքները, նշենք, որ Ինտերի հայ կիսապաշտպան Հերիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 4 միլիոն եվրո եւ նա շարունակում է մնալ լավագույն տասնյակում։